Հրապարակ օրաթերթը գրում է. նախորդին կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչև Մայրաթոր բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող շարքային մարդիկ։ Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում, գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրահանգել է եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել, զուգահեռ զբաղվել եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու Ռուբիկոնն էլ հաղթահարեց եւ հիմա ամեն ինչի ունակ է։ Ասեմ, որ ես համոզված եմ Նիկոլ Փաշինյանը առանց այդ երթի ինչ-որ բողոքի ալիքի էլ եկեղեցու մասով իր պլանները չէր փոխել եւ սրա մասին մենք խոսել ենք, նաեւ տեղեկություններ ենք ներկայացրել։ Հունիսի 11-ին տեղի էր ունեցել առաջին հանդիպումը այդ այսպես կոչված հանձնաժողովի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ այդ ժամանակ էլ քննարկվել էր, որ մարզային ներգրավվածություն պիտի լինի, եկեղեցու դեմ պայքարը պիտի ուժեղացվի։ Փաշինյանը բաց չի թողնելու այս թեման եւ պետք է այստեղ շատ ուշադիր լինել, իհարկե ամեն քաղաքացի իր ձևով պետք է աջակցի եկեղեցուն, նույն բարերար Սամվել Կարապետյանին, բայց շատ ավելի կարևոր է իրենց դիրքորոշումը, այս պարագայում եկեղեցու դիրքորոշումը, Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը եւ այդ դիրքում մնալու ամրությունը եւ ինչպես նաեւ Սամվել Կարապետյանի դիրքորոշումն ու այդ դիրքում մնալու ամրության հնարավորությունը, որովհետեւ իրենք արդեն իսկ դարձել են ինչ-որ իմաստով սիմվոլներ, պայքարի իմաստով, եկեղեցին վստահաբար այդ սիմվոլներ հազարամյակներ շարունակ, բայց հիմա այս պայքարի տեսանկյունից, եթե իրենք ամուր իրենց դիրքերում են, Նիկոլ Փաշինյանի գործը շատ ու շատ դժվարանալու է։